Մատենադարանում Ֆաստ բանկի աջակցությամբ պաշտոնապես բացվեց նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան, ամբողջացնելով Մատենադարանի այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։ Բացման արարողությանը ներկա էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆաստ բանկի խորհրդի նախագահ բարերար Վահե Բադալյանը, Մատենադարանի տնօրինությունը, գործընկերներ և հյուրեր։ Այստեղ է Մատենադարանի մեծ բարեկամը, պարոն Վահե Բադալյանը, և ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Բադալյան ընտանիքին, Ֆաստ բանկին, իրենց մշտական ներկայությամբ մեր հավակնոտ, մեր խիզախ նախաձեռնությունները աջակցելու համար։ Պատահական չէ, որ Մատենադարանի պատվո կամարում առաջին անունը Բադալյան ընտանիքի անունն է։ Պատահական չէ, որ Բադալյան ընտանիքին շնորհվել է Մատենադարանի բարերար ոսկե մեդալը, որովհետև այս ընտանիքը մասնակցել է մեր ձեռագրական հավաքածուների համադրմանը։ Բադալյան ընտանիքի աջակցությամբ մենք ձեռք ենք բերել նորագույն սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս ավելի լավ ճանաչելու մեր արժեքները, մեր ժառանգությունը։ Գրախանութում ներկայացված է Մատենադարանի հրատարակությունները, հայագիտությանը, պատմությանը, արվեստին և մշակույթին վերաբերող գրքեր։ Հուշանվերների կրպակում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուներից, հայկական ձեռագրերից և մանրանկարչությունից ներշնչված հատուկ արտադրանք։ Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը համագործակցում է իրենց ոլորտում առաջատար մի շարք ընկերությունների և ստեղծագործական բրենդների հետ։ Սրճարանային հատվածը կդառնա Մատենադարանի մշակութային միջավայրի շարունակությունը, այցելուներին առաջարկելով թանգարանային այցից հետո հանգստի և շփման հարմարավետ տարածք։ Մեր նպատակն էր ստեղծել մի միջավայր, որը կլինի ցուցասրահներում ստացած տպավորությունների, ներշնչումների օրգանական շարունակություն։ Մեր խոսքով դա պիտի լինի համարժեք այն գանձերին, որ պահում են այս բարությունը։ Հավելենք, որ Մատենադարանի ենթակառուցվածքների արդիականացման և զբոսաշրջային այցելությունների համար նոր ծառայությունների ստեղծման ծրագրի նպատակով Ֆաստ բանկը 50 միլիոն դրամ է նվիրաբերել։ Երեկոն եզրափակվեց համերգային միջոցառմամբ։